Կապիտան Գուրգեն Տեր Մովսիսյանց, ինձ չթողնեք այստեղ, վրեժս կլուծեք։ 105 տարի առաջ այս օրը, ամեն տարի այս օրերին ես հիշեցնում եմ մոռացված այս հերոսի մասին, ում սխրանքի շնորհիվ է նաև որ կա այսօրվա Հայաստանը։ Ազգի ոգին կերտում են ազգի պատմության և հերոսների միջոցով։ Մեզ հարկավոր է պատմության փոշուտակից դուրս հանել մոռացված մեր հերոսներին և ներկայացնել մարդկանց։ Այդպիսի մոռացված մի հերոսի մասին եմ ուզում պատմել այսօր։ 1918 թվականը դժվարին և նաև ճակատագրական շրջան էր հայության համար։ Թուրքիան մտադիր էր վերջնականապես լուծել հայկական հարցը վերացնելով հայկական պետությունը։ Ներխուժելով Արևելյան Հայաստան, թուրքական բանակը 3 մասի էր բաժանվել։ Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվում էր հարավ Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին։ Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ ապարանի վրայով։ Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս։ Ալեքսանդրապոլի անկումից հետո այս հատվածում իսկական շփոթ էր սկսվել։ Խուճապը երբեմն վերածվում էր իսկական քաոսի։ Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում։ Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից։ Թվում էր օրհասից փրկություն չկա և այլևս ոչինչ չի կարող կանգնեցնել թշնամուն։ Թուրքական բանակը չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում։ Հայկական զորքերի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում էր Թիֆլիսի հայոց ազգային խորհրդից շուտ ապույտ հաշտություն կնքել թուրքերի հետ։ Ուստի նրա տեղակալ գնդապետ Բեյ Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան և թաղել Չիբուխլու գյուղի մոտ։ Փառք և պատիվ հայ արյան, վկայում է ականատեսը և շարունակում։ Խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը, հրետանու կապիտան Մոսեսովը, Գուրգեն Տեր Մովսիսյանցը, այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում և հայտարարում. «Ես չեմ հնազանդվի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը մեռնելու։ Ով տղամարդ է և հայու արյուն ունի իր երակներում, թող իմ հետևից գա»։ Այս ասելով կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու։ Հետո խորհրդակցության սրահը լքում է ճակատամարտերում վիրավորված պորուչիկ Գարեգին Տեր Հարությունյանը, Նժդեհը։ Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս դուրս են գալիս շենքից։ Այստեղ նկատենք, որ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի ազգային խորհրդի նախագահ Հակոբ Տեր Հակոբյանի հետ ասել էր. «Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ։ Ի սեր Աստծո, գոնե 3 օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»։ Շտաբս կապիտան Պետրոսյանցը այս դեպքից 1 ամիս անց իր զեկուցագրում նշել է. «Մարտկոցն իր գեղանի հերոս հրամանատարի, շտաբս կապիտան Մովսիսյանի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով ուրախ կանչերով բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների և ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ։ Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա։ Ղարաքիլիսա են մեկնում նաև Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաև Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ։ Նժդեհն ու Բեյ Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը։ Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա, Բեյ Մամիկոնյանը հրամայում է դիրքեր գրավել Ղշլախ դարպաս ուղղությամբ։ Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10,000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր։ Շտաբս կապիտան Պետրոսյանցը հիշում է. «Ամսի 25-ին հեծյալ ոչ մեծ ջոկատով գնացինք դեպի Ղշլախ և Դարբաս գյուղերի ուղղությամբ։ Հասնելով Դարբաս գյուղ, Մարտկոցը կանգնեցրինք այդտեղ և առաջ ուղարկվեցին հեծյալ ջոկեր պարզելու համար թուրքերի գտնվելու վայրը։ Ամենուր խաղաղ էր, միայն Արջուտ գյուղի կողմից էին լսվում հատուկենտ կրակոցներ։ Հանկարծ Դարբաս գյուղը և ճանապարհը սկսեցին ռմբակոծվել հրետանային կրակով
եւ հեծյալ ջոկերը ետ նահանջեցին։ Թուրքերը դիրքեր էին գրավել Արջուտ գյուղում, որտեղից պարզ երևում էր շրջակայքը։ Իսկ դիմացը դարպաս գյուղն էր, որտեղ կապիտան Մովսիսյանցի հրետանին էր։ Կապիտան Մովսիսյանցը Պետրոսյանցին հրամայում է երկրորդ ջոկատի հետ արագ առաջ ընթանալ եւ լանջի վրայից գնդակոծել Արջուտ գյուղը, իսկ ինքը առաջին ջոկատի հետ առաջանում է դեպի ձախ, ուր այն ժամանակ գերեզմաններ էին։ Կապիտան Պետրոսյանցն արագ բարձրանում է թիվ 752 բարձունքի լանջը, դիրքավորվում եւ սկսում կրակել Արջուտ գյուղի ուղությամբ, բայց հանկարծ այդ բարձունքի վրա երևում են թուրքերը։ Պարզվում է, որ մեր պահախումբը գիշերն ինքնակամ լքել էր այդ դիրքը, հրամանատարությանն այդ մասին տեղյակ չպահելով։ Թուրքերը 200 քայլ հեռավորությունից գնդացրային կրակ են բացում անակնկալի եկած հայերի վրա։ Պետրոսյանցը հարկադրված ետ է քաշվում եւ պաշտպանվում մոտից զորակում տալով երկու զոհ։ Կապիտան Մովսիսյանցը, ով բավականին առաջացել էր դեպի ձախ, տեսնելով դա թնդանոթային կրակ է բացում թուրքերի վրա եւ այդ կերպ օգնում Պետրոսյանցին դուրս բերել ջոկատը կրակի տակից։ Հասնելով դարպաս գյուղ, Պետրոսյանցը կրկին բաց դիրք է գրավում եւ սկսում կրակ տեղալ թուրքերի վրա, ովքեր ուզում էին իջնել բարձունքից դեպի հայերը, նպատակ ունենալով շրջանցել եւ կտրել նահանջի ուղին։ Կապիտան Մովսիսյանցը տեսնելով դա հրետանավորներին եւ հեծյալներին հրամայում է անցնել հարձակման, ինքն էլ առաջ է նետվում նրանց հետ, Պետրոսյանցի մոտ թողնելով մի քանի հրետանավորների, ում հետ Պետրոսյանցը շարունակում է գնդակոծել թշնամու դիրքերը։ Թուրքերը բարձունքում էին եւ գնդացրային կրակ էին տեղում, հրետանու վահանները հազիվ էին պաշտպանում մեր զինվորներին։ Հրետանավորներից ոմանք ընկան, ձիերը խոցվում էին։ Կապիտան Պետրոսյանցը հիշում է. հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ։ Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար։ Փամփուշտը խոցել էր նրա որովայնը։ Նա հասցրեց ասել. «Չթողնեք ինձ այստեղ եւ վրեժս լուծեք»։ Պետրոսյանցը շարունակում է. Մեր բոլոր զինվորները թողնելով հրանոթները եւ վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա կանչելով. «Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք»։ Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում եւ աղաչել զինվորներին ետ գալ եւ հրանոթները գործարկել։ Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը՝ վրեժ լուծել թուրքերից։ Պետրոսյանցը հրետանին դուրս է բերում ճանապարհի վրա եւ զինվորներին կոչ անելով վրեժ լուծել հրամանատարի եւ մյուս զոհված ընկերների համար, կրակ է տեղում թուրքերի վրա, լռեցնում գնդացիրները եւ թուրքերին հարկադրում հետ քաշվել։ Կապիտան Մովսիսյանցի եւ շատ զինվորների կյանքի գնով հաջողվում է փրկել դրությունը հայկական առանձին հեծյալ բրիգադի պետ Նիկոլայ Ղորղանյանի 1918 թվականի հուլիսի 4-ի թիվ 559 զեկուցագրից ուղղված հայկական առանձին կորպուսի հրամանատարին իմանում ենք։ Թուրքերին բաց դիրքից գնդակոծող շտաբս կապիտան Մովսեսովի անձնուրաց գործողությունները զսպեցին հակառակորդի առաջին ճնշումը, հեծյալ զորամասերը քաջալերվեցին եւ մեր շարքերը կարողացան պահել հակառակորդին ճակատում։ Իմ գլխավորած թևից տագնապալի տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ թուրքերն ինձ շրջանցել են, սակայն հրաձգային 3-րդ գունդն ապահովեց իմ ձախ թևը։ Այդ օրը իմ ջոկատին հաջողվեց կասեցնել հակառակորդի ճնշումը։ Ջոկատի այդ օրվա կորուստներն էին. սպանվել էր առաջին հրետանային բրիգադի 4-րդ մարտկոցի հրամանատար շտաբս կապիտան Մովսեսովը եւ 25 զինվոր, վիրավորվել էին 1 սպա եւ 40 զինվոր։ Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4 օր, մայիսի 25-ից 28-ը։ Թուրքերի առաջ խաղացումը կաշկանդվում է եւ նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից եւ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարտը եւ փրկել երկիրը։ Եվ երբ օրեր անց Թուրքիան ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը, ապա հաշտության պայմանագիրը ստորագրելիս թուրքերն անկեղծորեն խոստովանում են, որ Հայաստանի ճանաչման գործում մեծ դեր է խաղացել Ղարաքիլիսայի ճակատամարտը եւս։ Շտաբս կապիտան Պետրոսյանցի վկայությամբ հրամանատարի աճյունը միայն 2 օր անց է հնարավոր լինում հողին հանձնել։ Չդադարող կռիվները հնարավորություն չեն ստեղծում դրա համար։ Ռազմաճակատում անբարենպաստ վիճակ էր ստեղծվել հայերի համար եւ հրետանավորները հրամանատարի մարմինը դժվարությամբ ձեռքերի վրա են դուրս բերում մարտադաշտից, ապա տեղափոխում Դիլիջան։
Կապիտան Մովսիսյանցի մարմինն ամփոփվում է Դիլիջանի քաղաքային եկեղեցու բակում։ Այդ եկեղեցին կոմունիստական կարգերի օրոք հավերվել է եւ տեղում կինոթատրոն է կառուցվել։ Տարեց բնակիչները վկայում են, որ եկեղեցու բակում եղել են գերեզմաններ, այնպես որ հերոսի գերեզմանը գտնել հնարավոր չէ։ Ահա եւ մեր պատմությունը հերոս հայորդու մասին, ով ըմբոստացավ զենքը վայր դնելու որոշման դեմ եւ իր խիզախությամբ զինվորներին ու ժողովրդին մարտի տարավ, իր կյանքը նվիրաբերելով հայրենիքին։ Եվ ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին եւ զենքերը վայր դնելով հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը։ Եվ այդտեղ անգնահատելի է կապիտան Գուրգեն Տեր Մովսիսյանցի սխրանքը։ Հիշենք մեր հերոսին։ Հետգրություն։ Այս հերոսի անունը քիչ է հայտնի հասարակությանը եւ մեղավորը Հայաստանի բոլոր ժամանակների ռուսաստրուկ իշխանություններն են։ Կապիտան Գուրգեն Տեր Մովսիսյանցի անունով պետք է Երևանում որևէ կենտրոնական փողոց անվանակոչել։ Այդ փողոցի վրայից ջնջելով որևէ անարժան ռուսի անուն։ Նույնը պետք է անել նաև այլ քաղաքներում։ Եթե նա Ղարաքիլիսայի ճակատամարտում ենթարկվեր վախկոտ հրամանատարության հրամանին եւ իր հրետանիով չկռվեր մինչև վերջ, չէր լինի Սարդարապատի հաղթանակը, գուցե եւ այսօր Հայաստանը։ Այսօր Հայաստանին հայի այս տեսակ ղեկավարներ են պետք։ Facebook-յան իր էջում գրում է Վահե Գասպարյանը։